Նոյան Տապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Սաքունց, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, Էլիսա։ Պարոն Սաքունց, ներքաղաքական զարգացումներից պետք է խոսենք, ինչպես եւ ակնկալվում է, երեք Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարեց. KGB-ի գործակալը սեռական մոլագարը եկեղեցին է, կյանքս կդնեմ սրանցից իմ սրբությունն ազատելու, նա KGB-ի գործակալ ասելով հղում արեց մամուլին, որը գրել էր, թե KGB-ի գործակալ է հանդիսանում գործող կաթողիկոսի եղբայրը։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք երկրի ղեկավարը հնարավոր KGB-ի գործակալի մասին խոսելիս պետք է հղում անի մամուլին, թե այստեղ պետք է փաստեր ներկայացվեն։ Տեսեք, նախ առաջերտին եկեք անդրադառնանք ինչ է նշանակում իմ սրբությունը։ Պաշտոնատար անձի համար սրբություն պետք է հանդիսանա սահմանադրությունը, այսինքն սահմանադրական նորմերը, որով ամրագրվում է, որ պետական ծառայողը, պաշտոնատար անձինք կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են օրենքով։ Երբ որ վարչապետը կիրառում է առաջին KGB-ի գործակալ ձևակերպումը, ապա դա պետք է ունենա իրավական հիմնավորում։ Ավելին, այդ KGB-ի գործակալ անվանումը դա փաստաթղթավորվում է։ Դա կամ գործակալ լինելու հանգամանքը, փաստը պետք է ճանաչված լինի դատարանի որոշմամբ, երբ որ ասենք թե կամ քրեական մարմնի որոշմամբ, որ ասենք մեղադրանք է առաջադրում գործակալ լինելու մեջ մարդուն։ Այսինքն այստեղ ես կարող եմ կամ որևէ մեկը ինչ որ ենթադրությունների հիման վրա լրագրողական հետազոտող, անգամ հետազոտող լրագրողները կամ պատասխանատու անձը պետք է հիմնվի ինչ որ տվյալների հիման վրա կամ համադրման վրա, վերլուծության հիման վրա, որի հիման վրա նման պնդում անի, բայց պաշտոնատար անձը այն այդ վարչապետի մակարդակով հերթական անգամ մի օրինակ է դրսևորում, որ առանց իրավական հիմնավորումների, առանց փաստական հիմնավորումների պնդում է անում։ Այն որ KGB-ի գործակալներ կան ու բացահայտված չեն, դա մենք ողջամտության տեսակետից պնդում ենք, բայց պետական մարմնի պաշտոնատար անձի նման պնդումները կամ նման ոճի պնդումները անհամատեղելի են եւ անթույլատրելի են։ Կամ սեռական մոլագար։ Սեռական մոլագար ասածը դա նշանակում է, որ անձը, որը կատարել է սեռական ոտնձգություն մի շարք անձանց նկատմամբ, նրա նկատմամբ, որը քրեորեն հետապնդելի արարք է, նրա նկատմամբ, այդ անձի նկատմամբ պետք է հարուցված լինի ոչ միայն քրեական գործ, քննություն իրականացնել, այլ նույնիսկ դատական վճռով ճանաչվի որպես մեղավոր սեռական ոտնձգությունների մոտ։ Չկա այդպիսի բանը որոշում իրավականավ։ Այսինքն սա նույնպես իրավական տեսակետից, որը պարտավոր է վարչապետը ունենա կամ որևէ պաշտոնատար անձ ունենա, որպեսզի նման պնդում անի, հա? Եվ հիմա այդ անձինք, ու գիտեք ամենաաբսուրդը ինչն է։ Ոչ միայն դա նման ձևակերպումն է անթույլատրելի, այլ նաև այն անձինք, որոնց նկատմամբ նման ձևակերպումները կիրառվում են, նրանք կարող են զրպարտության հիմքով մտնել դատարան եւ պատիվ պահանջել, հա, այսինքն հերքում պահանջել, որովհետեւ դու պնդում ես մի բան, որի հիմքը չկա։ Եվ այս թոհուբոհը կամ այս իրավիճակի այլ ավելի, ինչ ասեմ, խճճված դարձնելը եւ այլն, այդ հրահրելը, որպեսզի նման նույնիսկ ենթադրենք ինչ որ մեկը KGB-ի գործակալ է, բայց որը չի ամրագրված, որը չի փաստագրված, ինքը կարող է ապացույցների բացակայության դատարանի վճռով չհիմնավորված, հա, այսինքն չապացուցված հանգամանքում նույնիսկ զրպարտության հայց ներկայացնել, հասկանում եք ինչ է տեղի ունենում։ KGB գործակալը դատարանի վճռով հերքում ապահովում եւ ինքը ճանաչվում է որպես KGB-ի արդեն ոչ գործակալ։ Ինչի՞ համար, որտեղ ինքը որպես KGB-ի գործակալ բացահայտված չի, կամ եթե սեռական մոլագարը որակվում, դա նշանակում է պետք է լինի, եթե իրավական հիմք չէ, փաստական հիմք։ Եթե դա չկա, նշանակում է իրական սեռական մոլագարը ենթադրյալ
կարող է հայց ներկայացնել զրպարտության հիմքով եւ ճանաչվել, որ ինքը սեռական մոլագար չի։ Այսինքն արդարադատություն կամ արդարություն ասվածը բացարձակապես վերանում է եւ մենք գործ ենք ունենում զուտ հերետորաբանական ինչ որ դաշտում, որտեղ կիրառվում են որակումներ, իսկ պաշտոնատար նորից եմ կրկնում, պաշտոնատար անձինք հատկապես պետք է պատասխանատու լինեն բառապաշարի տեսակից եւ իմ համոզմամբ կարծես թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի այդ կարգավիճակից կամ այդ մտածելակերպից լիարժեք անցում չի կատարել պաշտոնատար անձի կարգավիճակի, որը Լրագրողի թե ընդդիմադիր գործչի, որովհետև լրագրողների չեն կարող խոսել, ընդդիմադիր գործիչի, կներեք, դե չէ, հիմա ցավոք սրտին այլ լրագրողներ կան, Էլիզա, որոնք դարձել են ընդդիմադիր գործիչ, հա, ասենց ասեմ, կամ ընդդիմադիր գործիչի կամ բանը կառավարող կուսակցության գործիչի կարգավիճակով են հանդես գալիս, լինելով այդ համապատասխան քաղաքական ուժի խոսափողը, հա, անկախ եւ անաչառ օբյեկտիվ լրագրության հետ ցավոք սրտի բավական շատ մեծ դժվարություններ ունենք։ Ի վերջո, ինքը քաղաքական որպես ընդդիմադիր գործիչի հռետորաբանությունն է օգտագործում։ Չնայած նույնիսկ պետք է ասեմ, նույնիսկ ընդդիմադիր որպես գործիչ, որը դեպուտատ է կամ պարլամենտի անդամ է, էլի որակումներ տալիս պետք է հղում անի փաստերին, ոչ թե ենթադրողական կամ գնահատողական դատողությունների։ Սա կարծում եմ, որ ես հասկանում եմ, ոչ թե հասկանում եմ, ես դա կապում եմ իհարկե նախընտրական այս ժամանակահատվածի հետ եւ նաեւ այն իրավիճակի հետ, որ եկեղեցու հետ է ուրեմն հարաբերությունները ուրեմն զարվել կամ չգիտեմ հարցի առաջացել, բայց եթե այս մոտեցումներով կամ այս ոճով են գնալու, ապա ցավոք սրտի շատ մեծ դժվարություն է լինելու ընտրողի համար կատարելու օբյեկտիվ ընտրություն, որովհետև խոսույթները մեկը մյուսի նկատմամբ կապ չունեն, տվյալ դեպքում իհարկե տոն տվողը տվյալ դեպքում վարչապետն է, բայց մյուս կողմն էլ հանցինս այդ ընդդիմադիրի նրանք ոչ պակաս են, չէ՞, ասենք թե նույն օգտագործում են թուրքական գործակալ, չգիտեմ, ադրբեջանական ժողովուրդ, բոլորն էլ ցավոք սրտի գտնում են ռուսական ազդեցության տակ կամ պարոն վարչապետ, եթե KGB-ի գործակալ տերմինը օգտագործում, այսինքն դուք գտնում եք որպեսի կասկածներ կան։ KGB-ի արխիվները բացեք։ Լյուստրացիա անեք։ Այսինքն գործիքակազմը, որը պետությունը ունի, հենց պետության անվտանգության ապահովման տեսակետից գործակալական ցանցերի բացահայտման գիտեք նման լյուստրացիա արվել են մեծբալթյան պետություններում, նախկին խորհրդային հանրապետություններում, լյուստրացիա իրականացվել են Չեխիայում ինչ որ չափով եւ այդ օրենքը գործը ընդունվել է։ Ընդունեք օրենք բանը լյուստրացիայի մասին օրենք օրինակի համար։ Եվ իրավական մեխանիզմներով այդ արխիվները նման արվել է դեպի ասեմ նախկին արևելյան Գերմանիայի դեմոկրատական հանրապետություններ կոչվում շտազի իրենց անվտանգության արխիվները բացեն եւ մարդիկ անգամ կարող են քաղաքացիները դիմել այդ թանգարանա կոչվում դա որտեղ ասենք թե ստանան իրենց վերաբերյալ կոմունիստական ռեժիմի ժամանակ հավաքված տվյալների մասին տեղեկություն, այլ ոչ միայն դա, այլ նաև թե ովքեր են եղել այդ տվյալներ հաղորդողները, այսինքն ովքեր են մատնությամբ զբաղվել կամ իրենց վերաբերյալ այդ տեղեկությունները հաղորդել։ Բայց այդպիսի գործիքակաց պետք է կիրառվի։ Ինչի համար չի արվում։ Այո, դուք եկաք իմ հարցին, որը ես ձեր ասացից ցե բխում, դուք ասացիք պիտակավորվող կողմը կարող է մտնել դատարան եւ զրպարտության հիմքով պահանջել ներողություն կամ չգիտեմ հերքում առնվազն փաստի։ Եթե հիմա երկու կողմն էլ միայն խոսում են եւ հիմքեր դեպի հիմքեր գործողություններ չեն անում, միգուցե հիմքերը կան պարզապես երկու կողմն էլ խուսափում են դրանից եւ եթե այո, ապա ինչու պետք է խուսափեն հիմքերը բացահայտելուց ցույց տալուց հանրությանը։ Գիտեք, ես չգիտեմ, այդ պետքա կողմերին հարցնել։ Եթե օրինակի համար KGB-ի գործակալա որակվում, ում որ նկատի ունի այդ անձը, եթե նշվում է կամ չգիտեմ,
այդ համայնքը կամ այդ կառույցը, որևէ մեկը կարող է, չէ, բանանի ներկայացնի հայց, ասի թե հայ դուք KGB-ի գործակալ եք, ինձ ասում, փաստ ներկայացրեք։ Ու չի կարողանալու, չէ, ներկայացնի փաստը։ Որտեղ այդ շատ տարօրինակ է, եթե ենթադրենք արխիվից կոնկրետ ենթադրյալ մարդու վերաբերյալ որպես KGB-ի գործակալ լինելու մասին փաստը հանի ու օգտագործի, ապա դա կլինի նույնպես անօրինական, որտեղ ինչ հիմքով ես դու այդ փաստը ենթադրյալ արխիվից օգտագործում, որտեղ հոմենակ մի հոգի չի, որ պետքա մատչելիություն ունենա այդ արխիվներին, որտեղ դա անվտանգային պետական անվտանգության հետ կապված հարց է, որտեղ եւ մենք դա տեսնում ենք նաեւ հիբրիդային պատերազմի կոնտեքստում։ Հիբրիդային գործիքներից մեկը դա գործակալական ցանցերն են հետխորհրդային տարածաշրջանում, դա Ուկրաինայի անգամ պարագայում, երբ որ ագրեսիա եղավ Ռուսաստանի կողմից, հույս ուներ այդ գործակալական ցանցի աջակցության եւ այդ գործակալները ինչպես փախան երկրից եւ մինչեւ հիմա էլ շարունակում են։ Դա եղավ Մոլդովայի ընտրությունների համատեքստում։ Հիմա հատկապես էս ուրեմն իրավիճակում, երբ որ մենք անցնում ենք նախընտրական ժամանակահատվածում, հիբրիդային սպառնալիքների գործիքները շարունակելու են կիրառվել, չէ՞։ Ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, ոչ թե էմոցիոնալ մոտեցում։ Ինստիտուցիոնալ մոտեցումը դա հստակ լյուստրացիայի մասին օրենքի ուրեմն ընդունումն է։ Բացեք, ինչի՞ չեք բացում։ Կամ ինչի՞ չեք օրենքը ընդունում եւ իրավական մեխանիզմ ստեղծում։ Պարոն Սաքունց, մյուս հարցը, որ առաջանում է այս զարգացումների ֆոնին, հետևյալն է։ Ունենք երկու ձայնագրություն, գաղտնալսում եւ հոգեվորականների մասով եւ Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ։ Հիմա հարց են բարձրացնում, արդյոք պատկան մարմիններն իրավունք ունեն այս մարդկանց առհասարակ գաղտնալսելու եւ հետո այդ գաղտնալսածը ըստ նպատակահարմարության հրապարակելու եւ այսպես հանրային դարձնելու։ Տեսեք, օպերատիվ հետախուզական միջոցառումները, որպեսին լինում է նաև հենց այդ գաղտնագրումները, որպես գործիք քաղաքական հակառակորդների նկատմամբ օգտագործելու, ցավոք սրտի մնում է որպես հիմնական գործիքներից մեկը։ Ասենք, ես այս պահին հիշեցի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Ալեքսանդր Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հենց հեռախոսակցության ձայնագրման հրապարակումը, չէ՞։ Հիմա քրեական գործի շրջանակներում կարող են օպերատիվ հետազոտական միջոցառումներ իրականացվել, քրեական գործի շրջանակներում, բայց դեմ հիմնավորված, բայց դրանց հրապարակում, դա այդ ուրեմն նյութերը դրանք քրիչական կամ քրեական գործի վարույթի շրջանակներում, քան դեռ դա ուրեմն չի ավարտված քրեական գործը եւ չի ներկայացված դատարան, հրապարակման ենթակա չեն կարող լինել։ Որտեղ չկա փորձաքննություն դրանց իսկության մասին, չէ՞, վերջին հաշվով։ Չկա ենթադրենք դա աղճատված է կամ չգիտեմ կտրված է, այո, կտրված եւ այսինքն դու այսինքն շարունակում է քիչ է մնում շարունակում է եւ մենք ունենք լուրջ կասկածներ, իմիջիայլոց ես ասեմ, որ մարդու իրավունքների տեսակետից ամենառիսկային գործիքներից մեկն է օպերատիվ հետազոտական միջոցառումը, որտեղ նախ պետք է լինի միայն դատարանի որոշմամբ։ Ասում եք, օրինական պետք է լինի։ Նաեւ այդ հիմնավորված պետք է լինի, թե ինչի համար է դատարան թույլ տվել ուրեմն գաղտնալսում կատարել, հա։ Ավելին այդ տվյալը ապացուցողական նշանակություն ունի, որը դու քրեական գործի շրջանակներում կարող է հիմնավորվի եւ դատաքննությամբ կարող է հիմնավորվի, որ դա իրապես օրինական է, իրական է, հա։ Եվ այդ ամեն փուլը չանցած դու վերցնում հրապարակում, այսինքն դուրս է գալիս ինչ է ստացվում, ով ում հասնի գաղտնագրի, հա, հիշում եք նաեւ բանի ազգային անվտանգության ծառայության պետի ու հակակոռուպցիոն կոմիտեի, հա, պետի այդ խոսակցությունը, որ օրինական չէ, այդպես էլ մնաց, ոչ մեկը քրեական գործ հարուցեցին, թե չհարուցեցին։ Սա իրապես անթույլատրելի է, որովհետև սա տիպիկ կագեբեական հենց նորից մոտեցումն է։ Դիկտատորական
ավտորիտար ռեժիմների ամենամեծ գործիքն է դոսիեներ հավաքելու անօրինական մեթոդներով եւ օգտագործելու քաղաքական նպատակներով, հա։ Հիմա օրինակի համար նույն այդ տեսաձայնագրությունները իհարկե տեսեք կարող է լինի հաշվետվողականության տեսակետից հանրային կարևոր նշանակություն ունեցող գործերի վերաբերյալ հրապարակում, բայց ոչ թե ապացույցների հրապարակմամբ, այլ իրավիճակի եւ գործողությունների ընթացքի մասին հրապարակ, որ օրինակի համար, այո, SS քան հոգի գործող բան ձերբակալված են, այսինչ բաների մեջ են մեղադրում եւ այլն, բայց անմեղության կանխավարկածը դեռ ոչ ոք չի բան արել։ Եվ ես ինձ համար շատ գիտեք, ես անձամբ եմ դիմել դատարաններ Հայաստանի հեղափոխությունից հետո իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների օրինականության հետ կապված հարցով։ Անգամ դիմել եմ, որտեղ իմ նկատմամբ քրեական գործ չի հարուցված եղել, բայց ես գիտեմ, որ ՕՀՄ-ի է անցկացվել։ Հիմա դիմել եմ անգամ սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը մերժել է դիմումը։ Հիմա այդ դիմումը գտնվում է Եվրոպական դատարանում։ Սա ուղղակի, գիտեք, կամ ահա ամենածանր հանցագործությունների դեպքում ա կիրառվում, չէ՞, ասենք թե, ասենք, կոռուպցիոն, ահաբեկչական գործողություն, որտեղ այդ դեպքում, այո, բայց պետք է քրեական գործ հարուցված լինի։ Քրեական գործի շրջանակներում, այո, ենթադրյալ կասկածյալների հետ կապված կամ կասկածյալ անձանց, հա, նկատմամբ, այո, ՕՀՄ պետք է իրականացնի կանխելու համար հանցագործությունը կամ հիմնավորելու համար, բայց նույնիսկ ՕՀՄ-ն կամ տեղ գաղտնաձայնագրումը դեռ ամբողջական ապացույց չի կարող համարել, դա պետք է համադրվի այլ ապացույցների հետ։ Հասկանում եք ոնց է։ Սա, այսինքն դուրս է գալիս մենք իրապես իրավունքի գերակայության սկզբունքի տեսակետից լուրջ խնդիրներ ենք անընդհատ առաջացնում, որոնք եղել են, մնում են ու այդ ռիսկերը շարունակում են մնալ չհաղթարված։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հիմա եթե ընդհանրացնենք, պարոն Սաքուն, ստացվում է ընդդիմության գնահատականը, որ այս իշխանությունը ճիշտ է իրեն անվանում է ժողովրդավար իշխանություն, ժողովրդավարական Հայաստան, բայց գնում է քաղաքական բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների ճանապարհով եւ կատարվող է հենց այդ համատեքստում է։ Ընդդիմությունն էլ է այդտեղ մի քիչ շատ բանանում։ Ընդդիմություն, տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմություն որպես հանդես եկողները դրանք ոչ թե ընդդիմություն են իշխանությանը, ընդդիմություն են պետությանը։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետև այդ նույն հիմնական վտանգ սպառնալիք հանդիսացող աղբյուրը Կրեմլը, այդ մենք գիտենք, եւ դա փաստական հիմքերով ապացուցված է տարբեր երկրների օրինակով, հետխորհրդային պետությունների օրինակով։ Այդ Կրեմլի քաղաքականության վերաբերյալ այդ ուժերը բացարձակապես որևէ քննադատական խոսք չեն էլ ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա այդ Կրեմլի կողմից ստեղծած միջպետական կամ վերպետական ավելի ճիշտ կառույցներից, ԱՊՀ-ից, Հակառակը Վարդան Ղուկասյանն ասում էր Այո, հիմա տեսեք, դա ինքը ակնհայտ արձանագրում է, չէ՞։ Հիմա իրենք ոչ թե քաղաքական ընդդիմություն են իշխանությանը, եւ ես այդ առումով դա ես հիմա տալիս եմ իմ դատողությունը, չէ՞։ Ես ելնում եմ վարքագծի, խոսույթի անալիզի հիման վրա, ես արկածություն եմ կատարում, որի իրավական գնահատական տվողը պետք է լինի պետությունը հանձինիսից պետական մարմինների։ Այդ ես կարող եմ այդ գնահատականը տամ, բայց վարչապետը պետք է այդ գնահատականները հանրային այդ կարծիքի հիման վրա ինքը կամ դատախազությունը ավելի ճիշտ, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, քննչական մարմինները բանը վարույթ ընդունեն կամ չգիտեմ ուսումնասիրություններ սկսեն, չէ՞ վերջին հաշվով։ Այսինքն դուրս է գալիս, լավ, ես ասեմ, վերլուծություն ան, դատողություն ան, եւ հիմա դրանց ես չեմ համարում քաղաքական ընդդիմություն, կներեք։ Դա համարում եմ հակապետական գործունեություն եւ հիմա ես այդպես եմ որակում։ Հակապետական, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 սպառնալիքներն են, ինչպես սպառնալիք են հանդիսանում այլ անկախ պետությունների նկատմամբ։ Հիմա եւ այստեղ ես մեղադրում եմ եւ քննադատում եմ իշխանությունների, պետական մարմինների այդ սպառնալիքների դիմագրավման, այդ սպառնալիքների կանխման ուղղությամբ իրենց պարտավորությունները եւ լիազորությունը պատշաճ չկատարելու մեջ։ Այնպես որ եկեք, երբ որ խոսում են քաղաքական իշխանության համար պայքար չեն մղում, այլ Հայաստանը Ռուսաստանի Կրեմլի ենթակայության տակ պահելու համար պայքար, հասկանում եք ոնց է։ Եվ այդ առումով կներեք, մենք բոլորս գիտենք, որ չէ, բանը համակարգային կոռուպցիայի սիստեմա ա եղել, չէ։ Այդ համակարգային կոռուպցիայի համընդհանուր թալանի ժամանակահատվածում պատասխանատու քաղաքական ուժը, երբ որ պատասխանատվություն չեն կրում դրա համար ու պատմության են կրում, շարունակում են կրել որպես քաղաքական ընդդիմություն, կներեք, ես դա համարում եմ ուղղակի կրիմինալի եւ քաղաքականության սերտաճման փաստ, եւ այդ առումով կրիմինալի դեմ պայքարը ոչ օրինական, ոչ պատշաճ որոշ դեպքերում, որտեղ ամեն ինչ չէ, որ այդպես է, կամ դեպքեր, որ շատ հիմնավորել պայքարում են, հա, բայց ոչ հետևողական, նաեւ իրավունքի խախտումներ են թույլ տալիս։ Բայց կներեք, ես համարեմ նրանց քաղաքական հետապնդման բաներ կամ ռուսական օլիգարխին համարեմ կներես քաղաքական գործիչ, ինչ գործ ունի ռուսական օլիգարխը Հայաստանի իր քաղաքական կյանքում կներեք։ Բայց քաղաքական կյանքին խառնվել էր Սամվել Կարապետյանը։ Նա էր ասում են աջակցում էր իր ձևով։ Եվ այդ հայտարարության համար մարդը հայտնվեց կալանավայրում։ Գիտեք, Սամվել Կարապետյանի նորից կրկնեմ, ասել եմ հիմա էլ եմ կրկնում, պետք է համարվել անցանկալի անձ եւ թույլ չտալ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ու վերջ։ Իսկ Վարդան Ղուկասյանի նկատմամբ պարոն Սաքուն իր զուտ հայտարարությունների համար կարելի է պատասխանատվության կանչել եւ ոչ թե ձայնագրությունները հրապարակվեին նոր, այսինքն ավելի վաղ կարելի է նրան այդ հայտարարությունների համար, խնդրարույց հայտարարությունների համար պատասխանատվության կանչել։ Խնդրարույց հայտարարությունների համար մենք էլ ենք հաղորդում տվել Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու, երբ որ ինքը ասում էր, որ փորձի որևիցե մեկը եկեղեցում, չգիտեմ, կնքի կամ չգիտեմ ինչ անի եւ այլն, ապա ես կսպանեմ կամ կգնդակահարեմ, չգիտեմ ինչ կանեմ, եւ քրեական քնչական մարմինները վարույթ չհարուցեցին, քրեական գործ չհարուցեցին սպառնալիքի բանով։
գտնելով երևի թե իրական չի, թե ինչ չի, հա, եւ այլն։ Ուզում եմ ասել, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները ոչ միայն, այլ տեսեք, Վարդան Ղուկասյանը ակնհայտ ասում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ, հա, չգիտեմ, միութենական անգամ եւ այլն կամ դա ով է համարում որպես ինքնիշխանության դեմ բան գործողություն, ինչի՞ չեն այդ հիմքով բանանում։ Ով ինչի պետք է դա հասկանալ է։ Իհարկե թիմքով ինքնիշխանության դեմ, պետական անվտանգ, ժողովրդավարական պետության անվտանգության դեմ գործողություն է դա։ Եվ դա հենց հասարակ մարդ չի, ասենք քաղաքացին ինչ-որ մի հատ կարծիք արտում, ասում է թե չէ, գիտեք բանա, ես այսպես եմ կարծում, ասենք թե։ Դա լիազորությունից որը նույն համայնքում դա նախընտրական ժամանակահատվածում ակնհայտ իրեն դրսևորել որպես այդպեսին։ Ինչի՞ չէ այդ հիմքով քրեական գործառույցել։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Այսինքն ազգային ժողովրդավարական պետության անվտանգության մարտահրավերները չեն համարվում հետապնդելի գործողություն։ Դրան հակադարձում են մի խոսույթներով, որոնք իրավական որևիցե հիմնավորում, փաստաթուղթ չունեն։ Եվ գնում այսպեսի իրավիճակ, որ ասենք մի հատ կոռուպցիոն հանցագործության մեջ, որի վերաբերյալ ի դեպ ասեմ, էլի իրավունք չունեն այդ ձայնագրությունները հրապարակելու։ Ինչի՞ մարեք հրապարակում։ Հետնահանջ ենք մենք ապրում ժողովրդավարությունից, պարոն Սաքունց, եւ եթե այս իշխանությունը վերընտրվի, այսինքն մենք ավելի վատ իրավիճակի ենք ականատես լինելու։ Ես ասեմ, որ ոչ իրավական մեթոդներով ապօրինությունների դեմ պայքարը ցավոք սրտի խորացնելու է իրավական ճգնաժամը։ Այսինքն ես հիմա հստակ ձևակերպեմ։ Կրեմլի ակնհայտ է, որ Կրեմլը շահագրգիռ է Հայաստանը պահել իր ենթակայության տակ եւ ակնհայտ է, որ թե ԱՊՀ-ն, թե ՀԱՊԿ-ը, թե ԵԱՏՄ-ն Հայաստանի ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական պետության կասեցնողներն են, սահմանափակողներն են, ճնշողներն են։ Եվ եթե մենք հիմա չազատվենք դրանից կամ դրան նպաստող գործողությունների դեմ ոչ իրավական կամ ոչ հիմնավոր պայքար մղենք, ապա մենք հնարավորություն կտանք, որպեսզի այդ նույն հիբրիդային պատերազմ հրահրողը ունենա ավելի մեծ հնարավորություն իրավիճակի նկատմամբ ուրեմն ազդեցություն ունենալու։ Եվ այստեղ պատասխանատուն իշխանությունն է։ Այո, եւ ես չեմ ուզում, որ մի բռնապետությունից, արդեն այլ օտարպետության բռնապետությունից ընկնեմ մեկ այլ ավտորիտար կառավարման, արդեն այսպես կոչված ազգային ավտորիտար կառավարման տիրույթը։ Որը ժամանակին մենք մերժել ենք։ Այո, որը ժամանակին մերժել ենք, այսինքն այստեղ գիտեք, շատ դիլեման քո անկախություն, ազատագրում իրապես վերջին հաշվով մեթոդները եւ գործիքները, այսինքն միջոցները չեն կարող արդարացնել նպատակները, սա կարևոր դրույթ է։ Եվ մենք հիմա իրապես սպառնալիքները շատ լուրջ են, երևի թե շատերը չեն բանանում, պատկերացնում, կամ պատկերացնողներն էլ շատ ողջունում են այդ սպառնալիքները, որպեսզի իրականություն դառնան, ինստիտուցիոնալացվեն, բայց դրա դեմ պայքարողներն էլ պետք է հենց լինեն բավական գրագետ, բացառիկ օրինական եւ սկզբունքային։ Անկասկած պետք է լինի, անվիճելի պետք է լինեն, հասկանում եք։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Հաջողություն ձեզ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։